պատերազմի հետ արագարձականական խմբի հետ կապված հարցեր կային, բայց գրավոր քանի որ արտգործ նախարարությունը կառավարություն հարցում ուղարկել եմ, կսպասեմ թող արտգործ նախարարությունից պատասխանեն, հետո առիթ կունենան։ Պարոն Միրզոյան, մի քանի հատ նախ Ադրբեջանի հետ այդ նախաստորագրված փաստաթղթ։ Բանակցությունների ընթացքում առնվազն մի քանի կետ Հայաստանի կողմից աչքի էր զարնում, որ առաջարկվում է։ Առաջարկում էր փաստաթղթում ամրագրել սահմանների հետ կապված Խորհրդային Միության գլխավոր շտաբի քարտեզ, որը նախաստորագրված փաստաթղթում չկա։ Առաջարկում էր ամբողջ սահմանի երկայնքով զորքերի հայլային ետքաշում։ Վերջնական փաստաթղթում տեսնում ենք հայկական կողմի այս առաջարկը չկա։ Առաջարկվում էր վիճելի հարցերի լուծման համար գաղափարը տարբեր գաղափարներին, որ միջազգային կազմակերպության ներկայացուցիչ լինի, փաստաթղթում տեսնում ենք, որ վիճելի հարցերի հետ կապված երկու կողմերի վրայի ամբողջ հույսը դրվել։ Ու մի քանի կետեր։ Կարող եք մատնանշել մի կետ, որը Ադրբեջանի կողմից եղել է սկզբունքային եւ հայկական կողմի համար եղել է անընդունելի, որը ադրբեջանական կողմը համաձայնվել է նախագծից ետքաշել։ Սա մի հատ։ Երկրորդը Թուրքիայի հետ հարաբերություններն է, 22 թվականից ամեն անգամ հայտարարում էր, որ բանակցում ենք առանց նախապայմանների, բայց արդեն ասել են 26 թվական, թուրքական կողմի բազմաթիվ հայտարարություններ, նաև գործողություններ, իրականում աչքի զարնող որևէ բան չի արվել, հայտարարվել էր դեռ 23 թվականին սահմաններով երրորդ երկրներ անցում, դարձում բան, ասել են 26 թվական որևէ բան չի արվել։ Ի վերջո գործեց այդ առանց նախապայմաններ սկզբունքը եւ եթե գործեց 4 տարի հետո ինչի դիվանագիտական հարաբերություններ չունեն։ Շնորհակալություն պարոն Մանուկյան։ Ավարտում եմ Տիկին Կարապետյան։ Դուք մատնանշում եք անձնագրեր։ Լավ, դիվանագիտական, հատուկ, ծառայողական։ Կարող եք ցույց տալ Հայաստանում ծառայողական եւ հատուկ անձնագրեր։ Չկան Հայաստանում։ Փոխարենը դրանք կան Թուրքիայում։ Եվ իդեպ այդ գաղափարը ասեմ 10 տարիներ առաջ է եղել, որ հայկական կողմից մերժվել է, որովհետեւ գերխնդիրը Թուրքիայի հետ հարաբերություններում մնացել է դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Հիմա ինչքան էլ ասեք Գյումրի կարճ, Պարոն Մանուկյան, ամփոփեք։ Այսքան։ Հա, շատ արագ մի բան էլ ասեմ։ Երբ որ դուք ասում եք, որ խաղաղության երաշխիքը մենք ենք, լավ, տեսական Սահմանազատման սահմանագծման գործընթացում Ադրբեջանը հրաժարվում է ջերմուկի օկուպացված տարածքներից դուրս գա։ Լուծումը որն է, հատկապես պետք է նկատի ունենանք, որ այդ տարածքներում հզորագույն ամրաշինական աշխատանքներ են ադրբեջանցիներն իրականացնում։ Այսքան։ Շնորհակալություն պարոն նախարար, 3 րոպե ունեք։ Դե, պարոն Մանուկյան, բանակցությունները դրանով են բանակցություն, որ կողմերը իրենց միմյանց ներկայացնում են իրենց պատկերացումները կամ իրենց ցանկացածը կամ իրենց եթե կուզեք նույնիսկ ուսեմ շատ ուժեղ բառաճ վստահ չինքան ուղղակի իրենց պահանջները տվյալ դեպքում եւ Ադրբեջանը եւ Հայաստանի Հանրապետությունը հետո բանակցությունների ընթացքում թղթի վրա մնում է այն ինչ որ ընդունելի է երկու կողմերի համար էլ հիմա այս ընթացքում ես իհարկե չեմ պատրաստում շատ մանրամասներ բացահայտել բայց նաև կոռեկտ չի ասել մենք էս էինք ուզում եւ հասանք սրան, նրանք էս էին ուզում հասան, մենք չհասանք, նրանք չհասան եւ այլն, բայց ուզում եմ ձեզ վստահեցնել, որ եղել են այդպիսի կետեր, մենք ենք առաջարկել չեն անցել, իրենք են առաջարկել չեն անցել եւ այլն եւ այդպես շարունակ հիմա կոնկրետ բան եք ասում եք քարտեզեր նշվում քննարկվում այո բայց դրա փոխարեն հետո ունեցել ենք ձևակերպում որը նաեւ համադրելով վակուումի մեջ չի չէ բանակցություն համադրելով այլ փաստաթղթի հետ հիմա ես կասեմ ինչի մասին է խոսքը այդ բացը լրացնում է եւ ըստ էության անհրաժեշտություն էլ է վերացել նախ մենք ստացել ենք Ալմա-Աթայի վրա բավականին լուրջ հղումը եւ արձանագրում է տեքստում նրա որ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը արձանագրում են որ այդ տարածքները այն տարածքներն են որոնք երկու երկրները ընդունել են ԽՍՀՄ
փլուզման պահին եղած սահմաններով, հա, հիմա բառացի չասեցի ձևակերպում, բայց վստահ եմ որևէ շեղում բովանդակային թույլ չտվեցի։ Եվ ըստ այդմ հղումը կոնկրետ քարտեզին վերացել է։ Նաև նշեցի զուգահեռ գործընթաց, եկեք հիշենք, որ սահմանազատման երկու հանձնաժողովների կողմից ստորագրվել է, ընդունվել է կանոնակարգ, որը հետո անցել է ներպետական վավերացման գործընթացները ամեն երկրում իր գործընթացով, այստեղ խորհրդարանն է վավերացրել եւ այդտեղ էլ գրված է, որ սահմանազատումը տեղի ունենալու այդ տրամաբանությամբ, այսինքն Ալմատայով, խորհրդային միության փլուզման պահին եղած սահմաններով նշված է, որ հիմք են ծառայելու բոլոր իրավական ուժ ունեցող վերաբերելի քարտեզները, էլի շատ ավելի գրագետ ձևակերպմամբ եւ իրավական եւ մի քիչ էլ գուցե ձանձրալի ձևակերպմամբ, քան հիմա արժի մեջ բերել, բայց ստեղծված այն ամբողջ հիմքը, որի պայմաններում այլևս գնալ եւ ասել, այ այս մյուս համաձայնագրի այս կետում պետք է անպայման գրենք այսինչ քարտեզ, գուցե արդեն ավելորդ է եւ ոչ կառուցողական։ Էլ եմ ասում, մեզ ինչ պետք է հասկանալ, թե սահմանազատումը ինչ իրավական հիմքեր պիտի ունենա, դրանք ստեղծված են եւ նույն համաձայնագրում եւ նաեւ սահմանազատման հանձնաժողովների միջև կանոնակարգում։ Սա քարտեզի եւ այդպես մի շարք այլ կետեր Թուրքիայի հետ հարաբերություններով, այո, պարոն Մանուկյան, նշեցի, որ գետնի վրա գործընթացներ են տեղ ունենում, Գյումրի կարս, թեև ես այդ հանգույցի տրանսպորտային հանգույցի մասին այդպես թերագնահատելով, եթե չասեմ կամարանքով չէի խոսի, եւ բազմաթիվ այլ բաներ, բայց այո, դուք իրավացի եք, վաղուց Թուրքիա-Հայաստան երկխոսությունը հասունացել է բավարար չափի, որպեսզի եւ այսինքն զուգահեռ կամ անդին այն գործընթացների, որոնք տեղի են ունենում, նաեւ լինի ամբողջական վերջնարդյունքը, այն է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ սահմանի ամբողջական բացումը, այստեղ վեճ չկա եւ սա մենք մեր Թուրքիայի գործընկերներին էլ ենք ասում եւ դուք պնդում արեցիք, որ Հայաստանը հրաժարվում է, բայց նաեւ գրառումս չհասցրեցի ամբողջական անել։ Ինչից ենք հրաժարվել, մեր այն նշել եմ, որ բանից, չէ, դրա մասին չէր։ Եթե Ադրբեջանը դուրս չհանի Չէ, ես այլ թեմայի մասին եմ վստահաբար սա գրել, բայց այդ թեման էլ անարձագանք չթողեմ, ներողություն Տիկին Կարապետյան, մի քիչ խախտենք ձեր ընթացակարգերը։ Ուրեմն այդ հարցը, որը դուք բարձրացնում եք, պետք է, հենց այս թեմայով եմ գրել, պետք է արձանագրվի, հասցեագրվի սահմանազատման գործընթացում եւ ով ասաց, որ Ադրբեջանը հրաժարվում է հասցեագրել նաև այդ հատվածի սահմանների հարցը սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի ընթացքում սահմաններին վերաբերող բոլոր հարցերը եւ սա է երկու երկրների պայմանավորվածությունը անդրադառնալ, հասցեագրել, արդեն քննարկեցինք ինչ իրավական հիմքերով, ինչ քարտեզների հիման վրա, հենց սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեր պնդումը, որ Ադրբեջանը հրաժարվում է դա անել, չի համապատասխանում իրականությանը։ Արձագանք թեկուզ երկար, պարոն Մանուկյան։ Միկրոֆոնը։ Հատը մի քանի Կարաչարկեմ նիստից հետո Սուրեն Պապիկյանին զանգել։ Խոսեմ անպայման։ Ասել, որ Ջերմուկի օկուպացված տարածքներում վերջին մի քանի ամիսներին Ադրբեջանի իրականացրած ամրաշինական աշխատանքների մասին մի տեղեկանք տա։ Բավականին ուշագրավ տեղեկանք կլինի։ Պարոն Մանուկյան, կրկին Հայաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատել իրենց միջև եղած ողջ սահմանը, նորից չանդրադառնամ ինչ իրավական հիմքերի հիման վրա եւ ինչ քարտեզներով, եւ պայմանավորվածությունը եւ սա կարծեմ նաեւ հանրահրճակվել է հյուսիսից հարավ իջնելով, այդտեղ ինչ որ միտեղ մեջտեղներում կա նաեւ այն հատվածը, որի մասին դուք խոսում եք։